Պարզես սկսում ենք Ալաշկերտի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ խաղային մամուլի ասուլիսը հարցեր։ Վահե Գևորգյան, խաղը ավարտվեց ոչ ոքի, բայց ունենք հարաբերություն, ու մի տեսակ հաշվը չի համապատասխանում խաղին, արդյոք համաձայն եկեք կարծիքի հետ եւ ինչ տրամադրություններ խաղից հետո հանդերձանում։ Միանշանակ համաձայն եմ, շատ ափսոս է, որ խաղը ավարտվեց ոչ ոքի։ Մենք գիտակցում ենք, որ մրցակիցը շատ փորձառու է ու բարձրակարգ, ու մենք գիտենք, որ ընդհանրապես մի բաց թողում, մի վայրկյան կոնցենտրացիայի կորուստ ու մեզ կարող են պատժել։ Ամեն դեպքում ֆուտբոլ է, ունենք այն ինչ ունենք, հանդերձարան ես փոքրինչ խաղ ցանկացած խաղից հետո ուշ եմ մտնում, անձամբ իմ մոտ բարգացած տրամադրություն է, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ արագ պետք է վերականգնել թիմներ, իմ տրամադրություններ ու պատրաստվել Ռումինիայի պատասխանատվին։ Կարծեր կան։ Նարեկ Հովանեսյան, լիբերալ, պարոն Գևորգյան, երկու տարբեր գրեր քաղաքից տեսանք, առաջինը տոտալ առավելություններ առաջվերտը, երկրորդում գրեթե ոչ մի գոլային պահ եւ պասիվ գործողություններ են ներկայանում, վերջինները մի քիչ ակտիվացան, որն է պատճառը կարող եք ասել, եւ երկրորդ հարցը անմիջապես երկրորդ խաղացի սկզբում գոլ ունեցին դրա մասին, ինչ է կենտրոնացվածության պատասխան թե ոչ։ Իհարկե կենտրոնացվածության պակաս կար, եթե մենք հանդերձարից դուրս են գալիս ու անմիջապես գոլ ենք ընդունում, շատ անիմաստ գոլ ընդունեցինք, այնտեղ ոչ մի վտանգավոր պահ չկար, եզրային մետումից պետք է հասարակ խաղայինք, սխալվեցինք, հետո այդ սխալները շարունակեցինք հերթականությամբ։ Այո, կենտրոնացվածության հետ եմ կապում, բայց հանդերձանում միշտ աշխատանք անում ենք, մեր ֆուտբոլիստները գիտեն, որ հանդերձանից դուրս գալիս, առաջին 10-15 րոպեն պետք է մաքսիմում կոնցենտրացիա պահեն։ Մենք ոչինչ խնդիր չկա, մենք այս անգամ գոլ ընդունեցինք, շատ ժամանակ էլ հանդերձանից դուրս գալիս գոլ ենք խփել։ Ինչ վերաբերում է, որ առաջին խաղկեսում տոտալ առավելություն ունենք, իսկ երկրորդում ոչ, խաղի սցենարն էր այլ։ Գլուժը առաջին խաղկեսում կամ չէր սպասում, կամ չեմ կարող ասել, դա իրաց խնդիրն է։ Գլուժը ուրիշ ֆուտբոլ էր խաղում, երկրորդ խաղկեսում հետ քաշվեց, իսկ եկեք չմոռանանք, որ մեր դեմ գլուժը խաղում, ոչ թե ինչ-որ Ճելիգայի թիմը, դա շատ փորձառու, շատ ուժեղ թիմ է։ Ամեն դեպքում ես գտնում եմ, որ մենք երկրորդ խաղակեսում էլ ունենք առավելություն։ Իհարկե հանդերձանից դուրս գալուց ընդունած գոլը ազդեց մեր հոգեբանության, մեր տրամադրության վրա, բայց հետո մենք փոփոխություններով ազդեցինք խաղի վրա ու վերջին 15 րոպեն ես կարծում եմ մենք շատ պահեր ունեինք, որ կարող ենք գոլի վերածել։ Հարցեր կան։ Սովորաբար մարզչի համար խնդիր է, երկրորդ թիմը գոլային պահեր չի կարողանում ստեղծել, բայց այս Ալաշկերտը պահեր շատ է ստեղծում եւ եզրափակման խնդիրն է առաջանում։ Ինչ կարող է, ինչպես եք տեսնում, որպեսզի եզրափակումը ել ավելի բարելավվի ու պահերը գոլի վերածվեն։ Ես կապում եմ դա հոգեբանության հետ, կապում եմ մեր երիտասարդների հետ, կապում եմ ճնշման հետ, որ մենք ուզում ենք բանալիորեն ավելի լավ խաղանք, մենք աշխատում ենք դրա վրա, թե մարզումների միջոցով խաղային իրավիճակներ ենք ստեղծում, որից որ մենք պետք է գրավենք դարպասը ու ավելացնենք մեր վարպետությունը, թե հոգեբանորեն աշխատում ենք մեր ֆուտբոլիստներին, որ հանգիստ լինեն գոլ խփելու իրավիճակում։ Հարցեր։ Նարբանդյանի դերին քարտի տվյալի հետ կապված եմ ուզում հարցնել, որ 21 խաղալից տեսած դա համար դերին ստացավ ու բավական էմոցիոնալ դուք այդ երևույթին ձեր կողմում անդրադարձել։ Ինչ որ խոսակցություն խաղից հետո եղել է, թե դեռ։ Ես արդեն շեշտեցի, որ ես խաղից հետո դեռ հանդերձանալ չունեմ։ Ասարաչը։ Պարոն Գևորգյան, Հակոբ Հակոբյանի վնասված թիմ մասին ինչ որ տեղեկություն ունեք այս բանի։ Չէ, տեղեկություն չունեմ, առայժմ չկա, կարծում եմ, որ բան չկա։ Հույս ունեմ, որ բան չկա։ Հարցեր չկան։ Վերջին հարցը ցանկանայի տալ, մրցակցի երկրպագուների բավական մեծ փոքր զանգված էր ու տեղ-տեղ, ասպես ասած, ձայնով ավելի բարձր էին, քան Ալաշկերտի երկրպագուների ձայները, ինչ որ չափով թիմի վրա ազդեցություն ունենում է։ Կարծում եմ, որ երկրպագուները միշտ էլ ցանկացած թիմի համար շատ կարևոր է։ Չկան հարցեր։ Ես եմ ուզում։ Մերսի։